Ազգային ժողովում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրում հանրապետական կուսակցության հետ կապ ունենալու համար։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ուժեղ Հայաստան խմբակցությանը կոչեց նոր հանրապետական թվարկելով խմբակցության падգամավորներին, որոնք նրա խոսքով տարբեր տարիներին կապ են ունեցել ՀՀԿ-ի հետ։ Պարոն Վրույր Այվազյան, դուք կապ ունեցել եք առնվազն, չեք ունեցել, էս էլա, զարմանալի դեպք։ Դե պարոն Մամիկոն Ասլանյանին եկանք, պարոն Մամիկոն Ասլանյանն է բոլորդ է գիտեք, հանրապետական կուսակցության անդամ, խորհրդի անդամ եւ այլն։ Հարգելի գործընկերներ, ֆիքսեցինք, որ դուք հանրապետական կուսակցություն, ասեք կուսակցության խմբակցության կեսից շատի անունը տվեցի, ներկայացրի, որ կապ ունեն, երկու դեպքում ասեցի կարծեմ, մնացածը ասեցի հաստատ։ Երկու դեպքում ասի կարծեմ, եթե կա պարզաբանում կտակ ես կասեմ, որ սխալվում է, հարգելի գործընկերներ, ես Պարոն Ղազյան, նստեք ձեր տեղը նախ։ Պարոն Ալեքսանյան, ձեզ հուշում են տալի, Արամ Վարդևանյան պետք է ասեիք, չեք ասե։ Վերջապես, իհարկե, պարոն Վարդևանյանը, այո, եւ իհարկե պարոն Վարդևանյանը միանշանակ։ Հարգելի գործընկերներ, ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի, հետեւաբար դուք հանրապետական կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք, ասում եք նոր ուժ եք, շատ լավ, դուք նոր հանրապետական ուժ եք, որ ձեր ուզածով էլ լինի եւ իրականությանն էլ համապատասխանի։ Ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանն էլ ՔՊ խմբակցության շարքերից մատնանշեց Ահարոն Սահակյանին, որը նախկինում Կոտայքի մարզպետն էր։ Սահակյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ ժամանակին հանրապետական ֆրակցիայով է առաջադրվել համայնքապետ, բայց կուսակցական չի եղել։ Պարոն Սահակյան, երբևէ չեք եղել։ Բայց կուսակցական չեք եղել։ Ուղղակի իրան ժամանակ աշխատել եք, այսինքն ինչ եք աշխատել։ Առաջադրվել եմ հանրապետականի կոմիտեով համայնքապետ։ Որ համայնքապետ։ Գաղափարներից իսել եք, թե որ իրենց պատասխանը դրա համար եմ ճշտում հանրապետական Առնվազն իրենց գաղափարները կիսել եք, չէ՞։ Հա, բայց առնվազն իրենց քվոտայով եթե Ղազարյանը թեման շարունակեց նաև նիստից հետո լրագրողների հետ զրույցում թվարկելով իշխանական այլ գործիչների, որոնք իր խոսքով անցյալում կապ են ունեցել ՀՀԿ-ի կամ այդ կուսակցության իշխանության տարիների հետ։ Ռեյտինգային թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Բայց ասում եք կուսակցական չի եղել։ Դե կուսակցական պարտադիր չալնես, ինքը падգամավոր թեկնածու եղել ՀՀԿ-ի ցուցակով ռեյտինգային Վարդան Այվազյանն ընտրվել, իհարկե իր հեղինակությունը կան բարձր չէր էլի։ Այդ ռեյտինգային Վարդան Այվազյանն ընտրվել, բայց թեկնածու եղել։ Ասիկ իրաց խմբակցությունից ես նոր նստեցի, հաշվեցի, նայեք, Սասուն Միքայելյան, ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվականին ինքն առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածուն նախագահի պաշտոնը։ Համագումարը իր առաջարկին ընդառաջեց։ Ինքը առաջարկեց, որ իր մարտական ընկերոջը առաջադրեց նախագահի թեկնածու, համագումարը ընդառաջեց։ Անդրանիկ Քոչարյանը եղել է Վազգեն Սարգսյանի օգնականը։ Վազգեն Սարգսյանը հանրապետական կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցած առաջնորդներից մեկն է։ Եկանք բանը Սերգեյ Բագրատյանը ՀՀԿ-ի պաշտոնավորման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է նշանակվել է Վայոց ձորի մարզպետ դից առաջ ինքն է եղել։ Կնյազ Ամիդիչը Հասանովը 17 թվականին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի պատգամ։ Բանը Ծովինար Վարդանյանը, հայրը Գևորգ Վարդանյանը, եղել է պետնախարար, շրջակա միջավայրի նախարար, պաշտպանության նախարար։ Տարբեր անձինք են հայրը եւ Հա, բան չունեմ ասել, բայց այստեղ էլ է, չէ՞, շեշտվում է, որ այս ինչի հայրը պաշտոն զբաղեցել, ինչի հայրը խմբակցություն, բայց դրա այդ համատեքստում եմ ասում։ Էլով կարան, հələ չընտրվածների մեջ, այո, Ռուբինյանն էլ դաշե ժամանակ։ Բանը գալիս ենք, ասեմ ձեզ, այնտեղ չընտրվածների Շիրակը Թորոսյան 3 անգամ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է ազգային ժողովի падգամավոր։ Գագիկ Մելքոնյանը, որ անցած սազիվին կար, որ պաշտպանության նախարարի տեղակալը նշանակվի երկու գեներալական երկու կոչումներ Ռոբերտ Քոչարյանից է ստացել։ Այսինքն նստած 11% խմբակցության հիմիկվա։ Ուղիղ կապ ունի։
Ազգային ժողովում երկուշաբթի օրը օգոստոսի 24-ին կքննարկվի կառավարության գործունեության ծրագիրը։ ԱԺ փոխնախագահ Հայկ Օնջարյանի խոսքով կառավարության ծրագիրը քննարկելուց ու ավարտելուց հետո կվերսկսվի այն կիսատ մնացած օրակարգային հարցերի քննարկումը, որոնք մինչև այդ չեն հասցնի քննարկել։ Սա ըստ էության նշանակում է, որ եթե նույնիսկ հանձնաժողովի նախագահների ընտրության հարցը այսօր չավարտվի, ապա դա կշարունակեն քննարկել կառավարության գործունեության ծրագրի քննարկումից հետո։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II այսօր նշում է ծննդյան 75-ամյակը։ Մայրաթոռը վեհափառին շնորհավորել է մաղթելով քաջ առողջություն, երկար տարիների հովապետություն եւ ուժ հայ առաքելական եկեղեցին առաջնորդելու համար։ Վեհափառ հայրապետին շնորհավորական ուղերձներ են հղել հոգեվորականները, հասարակական քաղաքական գործիչները։ Կաթողիկոսին շնորհավորել է նաեւ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա ուղերձում նշում է, որ Գարեգին II-ի ողջ կյանքը քրիստոնեական եկեղեցուն եւ հայ ժողովրդին ծառայ ու նվիրումի օրինակ է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանն անդրադարձել է առանց բժշկական կրթության առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու թեմային։ Բադալյանի խոսքով օրենքով սահմանված չէ, որ հանձնաժողովի նախագահը պետք է տվյալ ոլորտի մասնագետը լինի։ Այսինքն ես պիտի լինեմ էնդոկրինոլոգ, թե պիտի լինեմ, ասենք, թոքաբան եւ այլն։ Ես կարծում եմ, որ բավականին երկար բացատրեցի, որ առողջապահության հանձնաժողովի նախագահ համակարգում է առողջապահության հանձնաժողովի անդամների աշխատանքը կազմակերպում է նիստեր եւ դրա համար օրինակ թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ առողջապահության ոլորտում արդեն կրթություն ունի։ Ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժհաստատությունների կառավարման մագիստրոսական ծրագիրը, իսկ հանձնաժողովում երկու գումարման աշխատելու փորձ ունի։ Հայաստանը դիմել է երրորդ չեզոք երկրի Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու եւ նրանց տեսակցելու խնդրանքով։ ԱԳՆ-ից չեն հստակեցնում, թե որ երկրին է դիմել նախարարությունը, սակայն ընդգծում են, որ նման այցի կազմակերպման համար անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։ Արտաքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ շարունակում են քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Բաքվում պահվող հայերի տեսակցությունները վերականգնելու ուղղությամբ։ Գերատեսչությունից նշել են, որ գերիների հարազատներից Բաքու այցի կազմակերպման պետական աջակցության վերաբերյալ պաշտոնական գրություն չեն ստացել, սակայն տեղյակ են կառավարությանն ուղղված բաց նամակից։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերի հարցը շարունակում է մնալ ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանն քննադատել է հանձնաժողովների նախագահների ընտրության գործընթացը, հայտարարելով, որ ՔՊ-ն քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել խորհրդանի աշխատանքը։ Ղազարյանի խոսքով օգոստոսի 2-ին մեկնարկած ԱԺ աշխատանքների ընթացքում արդեն 16 նիստ է եղել, սակայն դեռ չեն անցել երկրի համար կարևոր քաղաքական հարցերի քննարկմանը։ Նրա գնահատմամբ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին չընտրելու եւ այդ գործընթացը ցկցկելու արդյունքում խորհրդանի բնականոն աշխատանքը չի կազմակերպում։ Ղազարյանը նաեւ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ԱԺ չներկայանալուն։ Եվ հիմա այս կարևոր հարցերը թողած պատրաստի տեխնացուներին առաջադրած մարդիկ ընդամենը առանց քաղաքական որևէ բացատրություն, հիմնավորում տալու չեն ընտրում, ասում է չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ազգային ժողով։ Բերեք այնքան այս հարցերը քննարկենք, չենք ուզում իրան այստեղ տեսնենք, տենց է ստացվում։ Օրինակ ես անհամբեր եմ իր հետ իմ հանդիպմանը։ Թե դուք ինչի չեք ուզում այդ մարդը գասի, չեմ հասկանում։ Իր հեղինակությամբ, իր գործնեությամբ դուք եք նստել, այստեղ չեք ուզում ինքը գասը։ Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, բա մենք այդ կառավարությանը պիտի վերահսկենք, 16 նիստ ալ իրանք ստեղ չեն եկել։ 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերից տուժած քաղաքացիների պատմություններն ու փաստերը հավաքագրելու նպատակով փաստահավաք խումբ է ստեղծվում։ Այս մասին հայտնում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Խմբում այս պահին ընդգրկված են Սողոյանը, փաստաբան Հովհաննես Խուդոյանը եւ Լիդիա Մանթաշյանը։ Սողոյանի խոսքով իրենք հետևողական են լինելու հունիսի 12-ի դեպքերից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում։ Այդ օրը ոստիկանությունը Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարներին ցրելու ընթացքում հատուկ միջոց էր կիրառել, ինչի հետևանքով ըստ իրավապաշտպանների շուրջ 100 մարդ վնասվածք էր ստացել։ Թեև կարող էր տպավորություն ստեղծվել, որ մոռացության են մատնվել 2024 թվականի հունիսի 12-ի հանցագործության զոհերը, այս ասուլիսի նպատակն է առաջին հերթին այդ մարդկանց, ովքեր տուժել են հունիսի 12-ի վայրագություններից, ասել, որ մենք հետևողական ենք լինելու իրենց իրավունքների պաշտպանության գործում։ Եվ երբ պատրաստվում էինք
այս ասուլիսին երկու այսպես կարևոր արձանագրում պետք է անեինք։ Առաջինը, որ այս ասուլիսի ավարտից հետո ՄԱԿ-ի փորձագետներին կուղարկվի Հայաստան մեր կողմից ներկայացվող փաստարկները, լրացուցիչ փաստարկները եւ բոլոր այն հակափաստարկները, որոնք ներկայացվել են Հայաստանի կառավարության կողմից իբրև թե արդարացում այդ վայրագություններին եւ իբրև թե արդարացում 18 արդարների խայտառակ ապօրինի մեղադրանքներին դրա մասին կխոսենք եւ կխոսենք նաեւ նրա մասին, որ մենք սկսում ենք փաստահավաք գործունեություն հունիսի 12-ի վայրագություններից դուժած անձանց եւ նրանց պատմությունների վերաբերյալ։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ Հայաստան խմբակցության падգամավոր Մեսրոպ Մանուկյանը քննադատեց իշխանություններին խոսելով Երևանի բյուջեի եւ պետական գնումների մասին։ Նա օրինակ բերեց դեպք, երբ երկու նստարան պակաս է արտադրվել, սակայն ըստ падգամավորի պատասխանատվության փոխարեն հարցը կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում ներկայացվել է որպես ամեն ինչ հրաշալի էր։ Մանուկյանի խոսքով սա կոռուպցիայի դրսևորում է։ Ուրեմն ինչ ա լինում։ Երևանի քաղաքապետարանը որոշում է, որ դա առնի։ Պատահականությամբ, շատ պատահականությամբ այդ մանետնիկները վաճառում է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարայի ամուսին Օմնիկոմի Ռուբոն։ Վաճառում է, լավ անում, ես խնդիր չեմ տեսնում, բայց այդ անտերի գինը շուկայում մտնում, նայես 35,000 դրամ է։ Ներողություն մի բան էլի։ Ես խնդրում եմ տարբեր մանավանդ պետական ծառայողների մասին, պաշտոնյաների մասին խոսելիս դիմենք անուն ազգային։ Հա, ես ներողություն խնդրում ազգանունը չէի։ Ընդունեցի դիտողությունը, բայց ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Ինչն է հետաքրքիր, որ այդ մանետնիկների գինը մի 40,000 դրամ էր։ Իսկ գիտեք քանիս էին առել քաղաքապետարանը 140,000 դրամի չափ, 130 քանիս։ Հելել եմ, գոռում եմ, ասում եմ դատախազություն, այ աղբեր, արի մա տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Ոչինչ ստախոսության համար պատասխանատվության ենթարկեցին, որտեվ առարկայական կտանեի դատախազության աշկը կմցնեի, կասեի նայտե սրա գինն էսքան է։ Ոչ էլ այդ մարդկանց վրա գործ հարուցեցին, բայց այդ ջանդամարը առել էին թանկ։ 2 ամիս հետո այդ մանետնիկները տարան թափեցին, ասին մեզ էլ պետք չի նոր համակարգ ենք ներդնում։ Բա որ գիտեք, որ 2 ամիս հետո միասնական տոմսային համակարգներ եք դնելու 700 ավտոբուս կա, չգիտեմ քանիսի համար են առել։ Այդքան փող ավել, խի տվեցիք։ Լավ ընդունենք 500 ավտոբուսի համար էին առել, 50 միլիոն դրամը կոպիտ կարտայտում, կասենք ոչ բարեկիրթ եք դուք։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնաբարել Մոսկվայում։ Ըստ օրաթերթի Փաշինյանը որոշել է հետ կանչել Արսենյանին եւ իշխանության աղբյուրները պնդում են, որ որոշումն անշրջելի է։ Թե ով կարող է փոխարինել նրան դեռևս հայտնի չէ։ Օրաթերթի տեղեկություններով Արսենյանը աշխատանքից իշխանությունը դժգոհ է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցում ակնկալվող արդյունքների չհասնելու պատճառով։ Ժողովուրդը փորձել է պաշտոնական պարզաբանում ստանալ, սակայն ԱԳՆ-ից հարցն ուղղել են նախագահի աշխատակազմ, այնտեղից էլ կառավարություն։ Վարչապետի խոսնակը պաշտոնական պատասխան չի տվել։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց այսօր քաղաքացիներ էին հավաքվել ի աջակցություն Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Չալաբյանին, նրա նկատմամբ հարուցված քրեական գործն ու կալանքը համարելով ապօրինի։ Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը հայտարարել էր, որ ամուսնու կալանքը քաղաքական շարժառիթ ունի եւ նշել, որ հունիսի 24-ից հետո այսօր առաջին անգամ են նրան տեսնելու։ Դատանում պաշտպանական կողմը միջնորդել է ազատ արձակել Չալաբյանին, իսկ դատախազը երկարաձգել նրա կալանքը։ Դատավոր Դավիթ Բալայանը սակայն որոշել է, որ կալանքը երկարաձգելու հիմքեր չկան։ Դատանը նաև որևէ այլ խափանման միջոց չի կիրառել եւ դատանի դահլիճից ազատ է արձակել Ավետիք Չալաբյանին։ Դատավորի իսկապես դրսևորած արդարամտությանը, նրան, որ նա առաջնորդվել է օրենքով, հուսով եմ եւ մյուս դատավորներն էլ իրականում օրինակ կվերցնեն դատավորից եւ իրանք եւս կառաջնորդվեն օրենքով այս որոշումներում, որտեղ իսկապես մեր երկրում կալանքը չպետք է լինի պատժի եւ նաեւ խոշտանգման միջոց։ Ասեմ ձեզ անկեղծ նորմալ մարդու համար կալանքը այն կալանավայրերում, որոնք մենք ունենք, որոնք գերբնակեցված են, կեղտոտ են, հակասանիտարական են եւ այլն, դրանք խոշտանգման միջոց են։ Այսինքն խոշտանգվել է կալանավայրը։ Չէ, ես չեմ ասում, որ ես անձամբ խոշտանգվել եմ։ Բայց պահպան պայմանները վատն են, չէ՞։ Տեսեք, ոչ թե իմ, բոլոր կալանավորների պահպանման պայմանները այդ կալանավայրերում վատ են, որովհետեւ իրանք գերբեռնված են,
որտեղ այնտեղ հակասանիտարական վիճակ է, պատերը նեխած, խոնավության մեջ եւ այլն, չեմ ուզում շատ տարածվում։ Ուղղակի մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի, կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորներին խոշտանգելու միջոց է։ Ընդհանրապես ոչ թե ինձ։